Պուտինը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին եւ ճիշտ ապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանին հարց ուղղել են, նա քմծիծաղել է եւ ասել՝ դե ինչ անեմ, հուսամ կշնորհավորի։ Ձեր քաղաքական կանխատեսումն եմ ուզում խնդրել, ինչ զարգացումների սպասենք այս մասով եւ ընդհանրապես առաջիկա տարիներին, այսինքն ինչ է լինելու ընտրությունները կունենան երկրորդ փուլ թե չեն ունենա, կգնանք խորհրդարան, կշարունակենք բնականon աշխատել եւս 5 տարի, թե փողոցային պայքար կլինի եւ թեժ իրավիճակներ։ Ինչ կանխատեսում ունեք քաղաքական ընդհանրապես։ Նայեք, Պուտինի շնորհավորելը, չշնորհավորելը ոչ մի ազդեցություն չի ունենալ։ Հիմա ծնունդը զանգեց շնորհավորեց, 3 ժամ հետո սահմանափակումները շարունակվեցին։ Զուտ քաղաքավարական այսպես զանգը չի նշանակում, որ այդ պետության քաղաքականությունը փոխվելու է։ Պետք է մի բարձր ճշմարտություն մենք ուղղակի գիտակցենք։ Սա մեծ քաղաքականություն է։ Կա Ռուսաստանի պետական շահեր եւ շնորհավոր է, դա չի փոխելու պետական շահերի այդ վեկտորը։ Հայաստանը միշտ դիտվել է որպես բարեկամական երկիր։ Այն ինչ անում է Հայաստանը, այդ շեշտադրումը փոխում է էապես։ Հայ ժողովրդին շարունակելու են դիտել որպես բարեկամ ժողովրդին, այս կառավարությանը դիտելու են որպես ոչ բարեկամական կառավարություն, որտեղ այս կառավարությունը գնում է դեպի Ռուսաստանի թշնամիներին։ Այսօր դա է վիճակը։ Հիմա կարող է 5 տարի հետո պատկերը փոխվի։ Չի երևում, որ 5 տարում կփոխվի, սա կարծում եմ մի հերթական մեծ ցիկլն է։ Ըստ էության Եվրոպայի հետ գնում է սառը պատերազմ, Եվրոմիության հետ, թեժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, ընդհանուր առմամբ սառը պատերազմ, եւ այդ սառը պատերազմի ժամանակ Հայաստանը բռնել է ճանապարհ դեպի ինտեգրվելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ոնց կարող է մի հատ շնորհավորանքը փոխել այդ սխեման պիտի փոխես։ Այդ սխեմայի տակ, այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ։ Ամբողջ հարցը դրա մեջ է։ Դու չես կարող նույնը շարունակել կամ ասել, գիտեք, այս 2 աթոռի վրա նստած եմ, այդ 2 աթոռի վրա նստելու համար, ասենց քո մարմնի մի տեղը բավարար չի ստացվում։ Հասկացաք, ի սկզբանե այս իշխանությունը դրել է Հայաստանը բավական պրոբլեմային վիճակի մեջ։ Մենք չպետք է տեղ հայտնվենք։ Մենք պետք է փորձեինք բալանսավորված կոմպլեմենտար քաղաքականություն տանենք։ Բայց ինքը դա արել է մեկ նպատակով, այդ կրկնեմ այդ միտքը։ Լեգիտիմության կամ ընտրություններ ճանաչելու, չճանաչելու կնիքը ասենց տրադիցիոն բանի մոտ է, չէ, արևմուտքի մոտ է։ Իրենք են ճանաչում ընտրությունները օրինական են, օրինական չեն, լեգիտիմ չեն, դրսի ընկալումը այսպեսին է։ Ինքը այդ ընկալումը, այդ կարտ բլանշը կեղծելու համար, ստանալու համար ինքը Հայաստանը մտցրեց այդտեղ։ Նույնը անում էր Սաակաշվիլին, ես միշտ այդ համեմատությունը անում եմ։ Հիմա Սաակաշվիլին բանտում է եւ Վրաստանը մինչ այսօր սենց դժվարությամբ Սաակաշվիլի ժառանգությունից ազատման ճանապարհին է գտնվում։ Ես մեջբերեմ ուղղակի 3 օր առաջ Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը։ Նկատել եք թե չէ։ Հետևյալի մասին էր, որ այդ առանց վիզաների, այս բեզվիզ կոչեցյալի մասին ասեց հետևյալը։ Եվրոպացիք դրդում են Վրաստանին ինքնասպանությանը։ Լսել եք չէ՞ այդ հայտարարությունը։ Դրդում են ինքնասպանությանը։ Եվ այս բեզվիզ կոչեցյալը կապում են Ռուսաստանի դեմ սանկցիաների կիրառման հետ։ Սա ինքնասպանություն է Վրաստանի համար եւ մենք դա չենք անելու։ Դա մեջբերում է ուղղակի Վրաստանի խորհրդարանի նախագահի։ Հիմա ով մտածում է թե սենց այդ բեզվիզը վաղը սենց նվիրելու են Հայաստանին, նույն պայմաններն են դնելու Հայաստանի առաջ։ Նույն պայմանները ինչ դնում են Վրաստանի առաջ։ Հիմա Հայաստանը այդ ճանապարհն է բռնել։ Հիմա եթե դու գնալու ես այնտեղ, ես չեմ բացառում, որ Ռուսաստանն էլ վիզային ռեժիմներ մտցնի Հայաստանի նկատմամբ։ Այդ դեպքում 2 միլիոն հայերը պատկերացրեք պետք է գնան վիզաներով, իսկ ուր եք տանում այս երկիր, ինչ եք անում։